Աբել, ես քո հայրն եմ։ Ինչի համար ես եկել։ Ինչ ես ուզում։ Իդես ես չեմ զարմանում, որ դեմքս չես հիշում։ Չեմ զարմանում։ Ինչի ոչ մի բան չես ասում։ Ինձ համար էլ զարմանալի չի, որ ես դες դեմքով չեմ ճանաչում։ Եք ուզում հասկանամ։ Ինչա։ Ինչ իմաստ կա այս հանդիպման։ Աբել, տղաս, ես քեզ խոստանում եմ, շատ չեմ զբաղեցնի։ Ասելիքը շատ կարճ է։ Տղաս։ Տղաս։ Դուք առհասարակ ասելու բան ունեք։ Որտեղ է ձեր ասելիքը։ Ախր այնքան բան կա, որ դու չգիտես։ Ասեք ինձ ուշադիր։ Դուք ինձ համար անծանոթ մարդ եք։ Եվ որևէ բան ձեզ հետ կապված իմանալ չեմ ցանկանում։ Եվ եթե ձեզ թվում է, որ որևէ բան ձեր կյանքից ինձ կարող է հուզել, դուք չարաչար սխալվում եք։ Աբել, ես քո հայրն եմ։ Ես ուզում եմ, որ դու ինձ լսես։ Հա, ես հասկանում եմ, իմ սխալները շատ են։ Ես քեզ երկար չեմ զբաղեցնի, միայն 5 րոպե, հա։ Հայրը շատ թանկ բառ է, որ շռայլ եք դես ուտել։ Իմ հայրը իմ ճակատագիրն է։ Ընդամենը 5 րոպե ժամանակ ունեք, որ ձեր ասելիքն ասեք։ Ախր, տղա ջան, այնքան բան կա, որ դու չգիտես։ Ես ամեն ինչ գիտեմ։ Չէ՞ եթե հիմա տրագիկ պատմություններ եք պատմելու ձեր դաժան անցած ճանապարհի, կյանքի, որոշումների մասին։ Դրանք ամենակիչ իմ ժամանակն են խլում, հասկանում եք։ Ես ավելի կարևոր բաներ ունեմ իմ կյանքում։ Ավելի կարևոր հարցեր, որոնցով պիտի հիմա զբաղվենք, քան նստեմ ինչ-որ անծանոթ մարդու չաչանակեմ։ Ես քեզ չեմ լքել, տղա ջան։ Չեմ լքել, չէ։ Իսկ դրան էլ ինչ անուն կա։ Թողել գնացել ես օրինակ։ Աբել, ախր ես չէի պատկերացնում, որ ամեն ինչ էսպես կստացվի։ Հասկանում ես, չէի պատկերացնում։ Խղճում եմ քեզ, գիտես։ Պատկերացումներդ եզրափակվում են միայն քեզանով։ Լավ։ Չէ՞, Խես եկել կյանքիս այն ժամանակահատվածում, երբ որ դու ինձ բացարձակ պետք չես։ Աբել, ես կարող եմ քեզ օգնել։ Եթե մի քիչ էլ շարունակեք, վստահ եմ, որ դուք օգնության կարիք կունենաք։ Տղա ջան, ես ամեն ինչ գիտեմ քո մասին, Լիլիթի։ Այ Լիլիթի անունը կխնդրեի չշոշափել։ Դուք Լիլիթի հետ կապ չունեք։ Եվ ձեր օգնությունն էլ Լիլիթի հարցում ինձ անհրաժեշտ չի։ Ես իմ ծանոթներին չեմ դիմում օգնության համար, որ մնաց անծանոթներին դիմեմ։ Իսկ հիմա բարով եք եկել։
Աբել, Ու ինչ էիր մտածում այդ հանդիպումը կազմակերպելուց առաջ։ դե որ էդի ճիշտ տարբերակն է։ Բայց ոնց որ ես եմ, չէ՞ իմ կյանքում որոշում, որն է իմ համար ճիշտ, որը սխալ արա։ Աբել, Ես քեզ ասել էի, որ ես չեմ ուզում իր հետ հանդիպեմ։ հա բայց օրերից մի օր պետք է հանդիպեր, չէ՞ Աբել։ Չէինք հանդիպելու Արամ ջան։ Ու հաստատ կարիք չկար նման հանդիպում կազմակերպելու, իմաստ չուներ։ Աբել, կարանք խոսանք հանգստանաս մի քիչ։ Դու առհասարակ աշխատի աչքից չերևաս, թե չէ ամեն ինչի մասին կմոռանա։ Հիմար։ Ինչ եք անում այստեղ։ Բարև Լիկա։ Երևի հիշում ես ինձ, ես եկել եի ձեր կողմ։ Ինչ եք ուզում։ Ինչի համար եք եկել։ Արդեն խոսացել ենք այդ թեմայով։ Հա, հիշում եմ։ Բայց հիմա ինչի ես եկել։ Ռուբոն քեզ է սպասում։ Ես ոչ միտեղ չեմ գա։ Ես իմ տանն եմ ապրում։ Գնացեք հենց այդպես էլ փոխանցեք այդ մարդուն։ Եթե չգաս, մենք կտանենք։ Ինչ ուզում եք արեք։ Ես չեմ վախենում։ Ես ձեր հետ ոչ միտեղ չեմ գա։ Դու սևակից երեխա ես ունենալու։ Դու այդ մենակ քո երեխան չի։ Իմն է։ Այդ երեխան իմն է։ Սևակը էլ չկա, մահացել է։ Գնացեք ձեր շեֆին կամ չգիտեմ ոնց եք իրան այնտեղ դիմում։ Ասեք, որ ես ոչ միտեղ չեմ պատրաստվում գալ։ Պարզ արտահայտվեցի, ու այդ երեխան մենակ իմն է։ Ախը Լիկա ջան, դու իմ համար ուրիշ մարդ ես, իմ ընկերոջ կինն ես։ Ինչ ես ուզում ձեր տանը անախորժությունն է լինի։ Ինձանից քեզ խորհուրդ, հանդիպի Ռուբոն։ Ես չեմ գալիս, ու այս թեման էլ չենք քննարկում։ Լավ մտածի։ Նորից եմ կրկնում։ Ես ոչ միտեղ չեմ պատրաստվում գնալ։ Չէիք հասցրել, չէ դեմքս մոռանալ։ Նորից հանդիպեցինք։ Ցավոք։ Դուք ծաղրում եք մեզ։ Չեք ուզում դատի օրը իմանաք։ Երբ հալենելու։ Արդեն ուր որոշված է։ Ճիշտ է, մեզ պետքա կանչեին, որպեսզի մենք խոսեինք, բայց ես նախապես իմացա ու կարծում եմ դուք բավականին ժամանակ ունեք պատրաստվելու։ Բախտներդ բերեց Երբ հալինելու դատը։ 2 ամիս հետո։ 2 ամիս։ Բայց ինչի 2 ամիս։ Լիլիթ։ 2 ամիսը այդքան էլ շատ ժամանակ չի։ Ինչի ուզում էիր, որ հենց վաղը լիներ։ Ես չեմ կարծում, որ դրանից ինչ-որ բան կփոխվեր։ Ու չեմ կարծում, որ կներես իհարկե, որ քո ներկայությամբ եմ ասում, այ ձեր փաստաբանը ինչ-որ բան կարող էր քո համար անել։ Տեսնում եմ ոնց է աշխատում։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ դուք եք արել։ Ինչքան այստեղ երկար մնամ, այդքան ավելի ուրախ կլինեք, չէ՞։ Ես այս անգամ ոչ մի բան չեմ արել։ Դատավորն իր կամքով է օրը որոշել։ Գոհ եղեք, որ ավելի ուշ չի։ Դեպքերը լինում, որ մի տարի, կես տարի է տևում։ Ես մենակ ուրախ եմ այդ որոշման համար։ Իսկ դու Լիլիթ միան անգստացիր։ Ամեն ինչ նորմալ է, դեռ հարց է։ Այդ 2 ամիսը դու բանդում կլինես թե ազատության մեջ։ Ինչ վստահ ես քո վրա։ Բայց դու լավ հոգեբան կաշխատեիր, գիտես։
Ելնելով մասնագիտական պրոֆեսիոնալիզմից եւ էթիկայի կանոններից, ես քո ցինիզմին չեմ պատասխանի։ Բայց մենք մի օր դրսում անպայման կհանդիպենք ու շատ երկար զրույց կունենանք։ Ես քեզ հերթով կհիշացնեմ, թե դու որտեղ եւ ոնց ես նվաստացել։ Եղավ։ Եղավ։ Բանարեք, խնդրում եմ, ես կգժվեմ ստեղ 2 ամիս է, ահա որ շատ է, ես կգժվեմ։ Լիլիթ, այդ ժամանակը հեշտ է փոփոխել։ Ես կդիմեմ դատավորին։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու շատ շուտով տունը հայտնվես։ Եղավ։ Այդ քննիչն ամեն ինչ անում է, որ ես տեղ մնամ, չէ։ Դու այդ քննիչին շատ ես կարևորում, շատ։ Նա չի որոշում քո վիճակը։ Նա չի որոշում, թե այս գործը ինչ ընթացք ունենա։ Կա դատարան, կա փորձաքննություն։ Իսկ դու նրան կարևորում ես։ Նա սովորական մարդ է։ Ինչքան կարևոր ես, այնքան ինքը իրեն արժևորելու է։ Ինքը գտել է քո թույլ կողմը, հասկանում ես։ Էլ ոչ մի լաց։ Քեզ պինդ պայիր։ Ես հիմա պիտի գնամ դատարան։ Հետո կգամ քեզ մոտ, լավ։ Դե գնացեք։ Մամ։ Ես տանն եմ։ Եկար արդեն։ Դե լավ է, ես է քեզ էի սպասում, մտածեցի կգաս իրար հետ մի բան կուտենք։ Հա, մամն ինձ սոված եմ։ Ճիշտ էլ մտածել ես։ Իսկ ուր էիր գնացել։ Բժշկի։ Մենակ լիկա։ Ինչի ինձ չասեցիր։ Մամ, դու չէի ուզում անհանգստանայիր։ Դա անհանգստություն չի ընդհանրապես։ Բժիշկը ասաց, որ ամեն ինչ նորմալ է։ Ասաց ինչա կարելի ուտել, ինչ չի կարելի ուտել։ Ոնց անեմ, որ ինքնազգացողությունս լավ լինի։ Մի խոսքով ամեն ինչ նորմալ է։ Ոնց տեսնում եմ, դու արդեն սկսել ես սիրել քո երեխային։ Ես դրա համար շատ երջանիկ եմ ու հպարտ քո համար։ Մամ, իրականում ես ինձ փորձում էի համոզել, որ այդ ցանկալի հեղիությունը, բայց լավ է մամ, ինչ եմ խոսում։ Գնամ փոխվեմ կամ իրար հետ ճաշենք։ Ես բայլուսով մենակ դու կարաս սենց սյուրպրիզներ անես։ Բարի լույսն է։ Որ թողես օրը բարի կլինի, գիշերն էլ բարի կլինի։ Ու ընդհանրապես վաղը չէ մյուս օրն է, այն մյուս օրն է, միշտ բարի կլինի, որ դու չլինես ամեն ինչ բարի կլինի։ Կարանք խոսանք։ Չես զգում, որ ես ընդհանրապես խոսալու տրամադրություն չունեմ։ Ես գնալու տեղ չունեմ նայ։ Էդ արդեն ինչ չի հետաքրքրում, Հասմիկ։ Դու իմ տան մեջ տեղ չունես։ Ու ընդհանրապես աշխատի ես տարածքում չերևաս։ Կարող ես այդ փոքր ուղեղիդ մեջ այդ ամեն ինչ տեղավորես։ Դու իրավունք չունես իմ հետ այդ տոնով խոսած նոյ։ Ես քո հետ իրավունք ունեմ ամեն տիպի խոսալու։ Թե ուզում էիր, որ այդ խաբելուդ համար քեզ ասեի, սիրելի Հասմիկ, կամ ճակատդ պաչեի։ Լավ, արի սենց անենք, ոնց դու կուզեիր, որ ես քեզ դիմեի,
Տենց ասեմ էլի քեզ, որ ուղեղդ մտնի։ Սիրելի Հասմիկ, կլինի իմ տան տարածքը դու լքես, ու ընդհանրապես տեղ չերևաս։ Ոնց ես կարողանում ծաղրես։ Ես մի քանի օր առաջ քո երեխային եմ կորցրել նոյ։ Այդ մենակ իմ երեխեն չի եղել։ Շատ ճիշտ ես ասում, այդ երեխեն մենակ քոնը չէր, իմ երեխեն էր։ Ու ես այդ երեխուն ավելի շատ էի սիրում, քան դու, որովհետև դու իրան նպատակի համար էիր պահում, իսկ ես ուզում էի դառնալ լավ պապա, ու ես դրա համար քայլեր էի անում։ Ես քո պատճառով նրան կորցրեցի, միմիայն քո անտարբերությունն էր պատճառը։ Հաշվենք չլսեցի։ Մի գնա նոյ։ Ուրեմն սենց ենք պայմանավորվում, ես գնում եմ, գամ ու դու էլ ստեղ չլինես։ Մամա, ես ոչինչ մի ասա։ Ես համոզվեցի, որ դու արդեն սիրում ես այս երեխային։ Ու ինքդ քեզ մոլորության մեջ մի գցի։ Ընդունի, որ դու արդեն սիրում ես այս երեխային։ Ես քեզ երդվում եմ, մամ։ Ես ամեն բան, ամեն ինչ անում եմ։ Ու ես չգիտեմ ինչքանով է ստացվում, ինչքանով չէ։ Մամ, քո ամեն ասածը, ամեն խրատը իմ մեջից դուրս չի գալիս, ես անընդհատ մտածում եմ։ Բայց մի բան ինձ խանգարում է մամ երջանիկ լինելու համար, ու չգիտեմ ինչ է։ Դու պետք է այսօր հիվանդանոցում հղիների դեմքին նայեիր, իրանց երջանկությունն անսահման էր, իրանց ամուսինների հետ եկել էին հիվանդանոց։ Ու իմ դեմքը պետք է տեսնեիր, մամ։ Որովհետև ես դժբախտ եմ, դժբախտ։ Եթե Սևակը ողջ լիներ, մամ, միևնույն է ես երջանիկ չէի լինելու, որովհետև այս երեխեն այն մարդու ցավումից, որ ես զզվում եմ, բայց պարտավոր եմ սիրել այս երեխուն։ Ավել մենք պիտի խոսենք։ Կարծես թե ամեն ինչ քննարկել էինք։ Ավել մենք պիտի խոսենք։ Ես չեմ կարող հենց այնպես վեր գնալ ու գնալ։ Տղաջան, այն ժամանակ գնացի ավելի ճիշտ փախա, որովհետև այդպես էր պետք, բայց հիմա չեմ կարող, ես քեզ ասելու բան շատ ունեմ, ես ուզում եմ, որ դու ինձ լսես, իսկ հետո դու կորոշես։ Մեր հանդիպման առաջին իսկ պահից ձեր արդարացումն այնքան դատարկ են։ Ավել, ես արդարանում եմ, որովհետև ես սխալ էի։ Առավել ևս որ ոչինչ չի փոխվելու։ Իսկ գիտեք ինչու։ Հարգելի անծանոթ, որովհետև ես իմ ողջ մանկություն առանց եմ անցկացրել։ Իմ մերն է ինձ պահել, մեծացրել, լավ թե վատ է արդեն այլ խնդիր է։ Բայց այն մարդը ողջ կյանքիս ընթացքում կողքս պետք է կանգնած լիներ, երբեք չի եղել։ Այնպես որ ձեր յուրաքանչյուր ասած խոսք, յուրաքանչյուր արտահայտություն, յուրաքանչյուր արդարացում իմ համար դատարկություն է։ Առավել ևս, երբ հիմա մայրդ չկա։ Այ մորս անունը կխնդրեի չտալ։ Մայրս մահացավ, դրանից հետո իմ հայրը ինձ համար շատ ավելի օտարացավ։
Կարող ես ինձ վիրավորել, ինչքան ուզում ես, ես խելոք կլսեմ քեզ, ես աշակերտի պես գլուխս կկախեմ, բայց ես ուզում եմ, որ դու ինձ հասկանաս, ինչ էլ որ ասես Աբել, ինչ էլ որ ասես, միևնույն է, ես քեզ կներեմ։ Կներես, մի բան էլ դու ինձ պիտի ներես, մի բան էլ ես պիտի ներողություն հայցեմ քեզնից, հա, երևի, որ ողջ մանկությունս անցել է միայնության մեջ։ Այն մարդը, որ իմ կողքը պիտի կանգնած լիներ իմ բոլոր դժվար պահերին կյանքումս չի եղել ու չգիտեմ էլ անգամ պատճառը, զավակին թողնելու առաջին հերթին։ Դուք ոնց կարող եք դες հայր անվանել, եթե վարկյան անգամ այդ հայրությունը չեք արել։ Փախել եք ինքներդ ձեզնից, ձեր խնդիրներից։ Ավելի լավ է մեռած լինեի, գոնե կիմանայի գերեզման կա։ Հուզվում եք։ Դրա բոլոր պատճառներն ունեք։ Բայց իմ միակ խորհուրդը այն կլինի, որ պտտվեք ու այս տնից դուրս գաք։ Երբեք այս ուղղությամբ չնայելով, որտեվ դա ձեր ամենամեծ օգնությունը կլինի իմ փոքրիկ ընտանիքին։ Աբել, խնդրում եմ ինձ ներիր իմ պահվածքի համար։ Միևնույն է, ինչ էլ որ ասեմ, չես կարող ինձ հասկանալ, բայց թույլ տուր գունեք, կողքիդ լինեմ։ Թեկուս որպես օտար մարդ, ոչ որպես հայր։ Ինչի համար պիտի կողքս լինես։ Որպես ով։ Անծանոթ օտար։ Անծանոթի ու օտարի ներկայությունը իշի տաքացնելու։ Իսկ դու անծանոթ ես ու օտար։ Այնպես որ գնա։ Ոնց որ ժամանակին գնացիր։ Չէ, Աբել, եկել եմ, որովհետև դու այն մարդն ես, որի համար ես ապրում եմ, որ ուզում եմ ապրել, դու իմ տղան ես, այն ինչ որ չեմ արել, Աբել, հիմա ուզում եմ որ անեմ, ներիր խնդրում եմ, Աբել, նայիր ինձ որպես մարդ, ես ճիշտ է իդեալական չեմ, ունեմ իմ սխալները, ինչպես բոլորը, բայց ես ուզում եմ քեզ համար անել ամեն ինչ որ չեմ արել։ Ես քեզ չգիտեմ, չեմ ճանաչում, բայց քեզ ընդունում եմ ինձ որպես հարազատ երեխա, որպես հարազատ զավակ։ Ու կյանքում զգացմունքներ կան, որոնք ոչինչ չի կարող փչացնել։ Տղա ջան, ճիշտն ասած, ես վախենում էի թակել քո տան դուռը, և գիտես ինչի համար։ Նրա համար, որ մտածում էի, որ մայրդ կարող է դուրս գա իմ առաջ, իսկ ես ոչինչ չէի կարող նրան ասել, որովհետև տղա ջան, այն ժամանակ չկարողացա ներել նրան, իսկ հիմա եկել եմ, որ նորից սխալված չլինեմ։ Աբել, ես հիմա կգնամ, բայց խնդրում եմ ներել են մարդուն, որ ժամանակին չկարողացավ ներել ու կորցրեց ամենաթանկ բան։ Բարև ձեզ։ Լիկա Գրիգորյանը դուք եք։ Ես եմ։ Դուք ծանոթում ունեք փաստաբանից։ Ինչ փաստաբան։
Ճիշտ ասած, ես այդքան մանրամասն չգիտեմ, ծանոթության մեջ ամեն ինչ գրված է։ Կարծեմ Լիլիթ Գրիգորյանի փաստաբանն է կազմակերպել։ Հաջողություն։ Լիլա։ Էդո էր։ Ծանոթություն ոստիկանությունից։ Քո համար է։ Հա։ Զրուցել փաստաբանի հետ։ Չեմ հասկանում ինչ է նշանակում զրուցել փաստաբանի հետ։ Ինչ պետք է խոսամ, կամ ինքը ինչ պիտի հարցնի, մամ։ Վերջ, այս անգամ ոչ միտեղ չեմ պատրաստվում գնամ։ Եթե դու չգնաս, իրանք կգան։ Երբ պետք է գնանք։ Մամ։ Ես իմ անկությունից համարյա ոչինչ չեմ հիշում։ Բայց հիշում եմ մի անգամ շատ փոքր էի այդ ժամանակ 5 տարեկան էի։ Նոր տարի էր։ Ես ու մամա սեղան էինք պատրաստում։ Մտածում էի, որ գոնե այդ օրը պապաս նորմալ կգա տուն։ Հավատում եմ, որ նոր տարվա գիշերը անպայման հրաշք պետք է լինի։ Ես ու մամաս սեղանը դրեցինք, հետո երկար սպասեցինք իրան ու ինքը չեկավ։ Ուշ էր, ես գնացի քնելու ու լսեցի, որ դուռը ծեծում է։ Վախեցա փախա իմ սենյակը, մտա անկողն ու տակ ականջներս փակեցի, ոնց որ միշտ էի անում, որովհետև աղմուկից արդեն հասկացել էի, որ էլի խմած է։ Ես միշտ բախկվում էի երևի, չէի հասկանում, որ պիտի մամայիս կողքին լինեմ ու պաշտպանեմ իրան։ Հետո որ առավոտ վեր էի կենում, մամայիս դեմքի կապտուկներից էի հասկանում գիշերը ինչ է եղել։ Այդ օրը մամայիս այնքան էր ծեծել, որ հիվանդանոց տարան։ Իմ պապան վատ մարդ չէր, լավ մարդ էր։ Ես իրան շատ էի սիրում։ Հատկապես երբ որ խմած չէր լինում, բայց որ խմած էր լինում, ատում է իրան։ Մի անգամ մամաս լվացք էր անում, ես էլ կողքը կանգնած էի, մեր փողոցում մարդ էր մահացել ու թաղման թափորը որ անցնում էր, ես նայեցի ու մամային ասեցի, ինչ լավ կլիներ, չէ, որ պապան մահացած լիներ։ Մամաս թաց ձեռքերով ինձ գրկեց ու սկսեց լացել։ Հետո որոշեց, որ մենք պիտի գնանք տանից, աղբերս նոր էր ծնվել, 3-4 ամսական էր, չեմ հիշում։ Մի խոսքով տանից գնացինք, մաման մտածում էր, որ մեզ չի գտնի, բայց մի քանի օրից եկավ պապան։
Ես մտածում էի, որ կհամոզի, որ վերադառնանք տուն, բայց չէր համոզում։ Ինձ հիմա թվում է, որ ինքը ուրախ էր, որ մենք գնացինք։ Երևի իրան տենց հարմար էր, էլ խանգարող չկար։ Ուզում էր ապրել նենց, ոնց որ ինքն է ուզում։ Հետո, որ մամաս մահացավ, այդ ժամանակ ես սկսեցի ավելի զզվել իրանից։ Մամայիս մահվան մեջ էլ էի ես իրան մեղադրում։ Ու սկսեցի ընդհանրապես չշփվել հետը։ Ինքը գալիս էր, հաճախ էր գալիս իմ մոտ, ես սենյակից դուրս չէի գալիս։ Ոչ մի անգամ չխոսեցի հետը։ Ու չներեցի։ Հետո իմացա, որ ինքն էլ է մահացել։ Աղբանոցում սոված կեղտոտ բնթի խմած Ես գիտեմ, որ իրավունք չունեմ քեզ խորհուրդ տալու, բայց որ լսեցի պապայիդ հետ ոնց ես խոսում, իմ պապային հիշեցի։ Ես հիմա շատ մեղավոր եմ զգում իր առաջ։ Ես կարող էի իրան օգնելու, ես պիտի իրան օգնեի։ Ես պիտի գնայի իր ձեռքից բռնեի, բերեի տուն, կերակրեի, լողացնեի։ Ու չթողեի, որ ինքը իր կյանքը կործաներ։ Իսկ ես չարեցի։ Չարեցի, որովհետև չներեցի։ Ու հիմա շատ եմ փոշմանում։ Ինձ շատ մեղավոր եմ զգում իր առաջ։ Կանցնի ժամանակ ու դու էլ քեզ մեղավոր կզգաս։ Որ կարող էիր օգնել ու չես օգնել։ Որ կարող էիր անել ու չես արել։ Ու ես ողջ պատմություն ինձ պատմում էիր, որ զղջամ իմ հերկոչվածի հետ անիմաստ զրույցիս մասին, որ մտածեմ, որ ես իմ հորը դիտեր կանգնեմ։ Ինքը մեզ թողել ու գնացել է։ Ինքը լքել է ընտանիքը։ Իր զավակին։ Գիտես որ նա ծնողի առաջին պարտականությունը։ Երեխայի մասին հոգ տանելը։ Դու մեծ պատասխանատվություն ես քո ուսերի վրա վերցրել։ Ոյական նշանակություն չունի կյանքումդ ինչա տեղի ունենում։ Դու պարտավոր ես անդադար լինել երեխայիդ կողքին։ Որովհետև քո միսն ու անունը ուրիշ ոչ մեկ պարտական չի պահի։ Հենց որ նա իմ հերը չի եղել ու չի լինի։ Ես որ հրաշքին չեմ հավատում մարդը։ Ես այդ հրաշքը չեմ ունեցել։ Ինչ ես որոշել անես։
Դու ինձ կլսես նոր։ Ես ոչ միտեղ չեմ գնա, մինչև մենք չխոսանք։ Հասմիկ, դու աննորմալ ես։ Մենակ չասես, որ առավոտվանից տեղ վերընկած ես։ Ու կնստեմ այնքան, մինչև որ ինձ չլսես։ Անհանգիստ ես։ Հուսով եմ այդ աղջիկը կգա։ Չեմ հասկանում։ Լիկային նորից կանչելու հարցաքննելու իմաստը։ Ամերի, շուտով կհասկանաս։ Մտեք։ Բարև։ Բարև ձեզ։ Նստեք։ Լավ եք։ Լավ։ Ես ձեզ խնդրել եմ, որ գաք, որովհետև կուզեի մի փոքր զրուցել ձեր հետ։